Բարև ձեզ սիրելիներս, ուզում եմ կարճ խոսել ամենակարևորի մասին, Հիսուս Քրիստոսի և նրա վերադարձի մասին։ Ուզում եմ ասել, որ ես շատ լավ գիտեմ, որ իմ բոլոր տեսիլքներն ու երազները իրականացել են և իրականանում են, բայց արդեն ինչքան ժամանակ է որոշել եմ, որ ոչ մի թվերի հետ կապված, ամսաթվերի կամ տարեթվերի հետ կապված տեսիլքները հենց թվերի մասին չեմ խոսելու, որովհետև հասկանում եմ, որ թվերը դրանք նշաններ են, որ Աստված մեզ ցույց է տալիս և դրանց միջոցով առաջ է շարժում, առաջ է տանում այս սպասման ընթացքում։ Բայց շատ ժամանակ ես կամ մյուսները չենք կարողանում ճիշտ հասկանալ թվերի նշանակությունը և դա առաջացնում է անվստահություն։ Իսկ ես գիտեմ մի բան, որ Տեր Հիսուս Քրիստոսը ինձ տվել է իրեն ծառայելու հնարավորություն և շնորհ և երազների ու տեսիլքների միջոցով ցույց է տվել ու ցույց է տալիս այն ամենը, ինչ որ կատարվել է արդեն ու կատարվում է, և դրանք բոլորը հերթականությամբ տեղի են ունենում։ Թվերի հետ կապված տեսիլքներ տեսել եմ և 23 թվի հետ կապված և 7 թվի հետ կապված շատ եմ տեսնում տեսիլքներ, բայց չեմ կարողանում հասկանալ։ Դրա համար այն ինչ էլ որ հասկանում եմ, թող մնա իմ մեջ ուղղակի։ Որովհետև մենք մեզանից շատերն այնպիսին են, որ պատճառ են փնտրում, որպեսզի չարանան և հարվածեն ինչ-որ մեկին։ Իսկ ես այստեղ եմ ձեր համար, որ Աստված կամեցել է, որ ես անեմ այն, ինչ որ անում եմ, և դա ձեր համար է, իր զավակների համար։ Եվ ես չեմ ուզում, որպեսզի իմ արած ծառայությունը մարդիկ օգտագործեն չար կամ վատ իմաստով իմ դեմ և այն բոլոր մարդկանց դեմ, ովքեր սպասում են Հիսուս Քրիստոսի գալստյանը։ Եվ քանի դեռ Տեր Հիսուս Քրիստոսը չի եկել մեր հետևից, չի տարել իր հարսին, ինչքան որ Տերը ինձ ուժ տա, ինչքան որ հնարավորություն տա, ես շարունակելու եմ ամեն տեղ ասել, որ Տեր Հիսուսը վերադառնում է, ապաշխարեք և դարձի եկեք։ Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը նրան սպասող զավակները գիտեն, որ շատ քիչ է մնացել և դա կարող է ցանկացած օր տեղի ունենալ, այսօր, վաղը, մի ամսից, չեմ ասի, ես չեմ կարող ասել։ Ես իմ մեջ սպասել եմ, միշտ սպասել եմ, որ 25 թվականի կեսից մինչև 26 թվականի սկիզբները կլինի հափշտակություն, բայց միգուցե սխալ եմ սպասել։ Ես չգիտեմ։ Ես գիտեմ, որ ամեն օր սպասելու եմ Հիսուս Քրիստոսին, ամեն օր նայում եմ երկինք ու հոգուս սրտիս աղաչանքն է, որ նա գա շուտ։ Աստվածաշնչում գրված է, որ վերջին օրերին Աստված իր Սուրբ Հոգին կհեղի մարդկության զավակների վրա, աղջիկների, դուստրերի, որդիների, ծերերի վրա, և մենք կտեսնենք տեսիլքներ և երազներ և կպատմենք։ Այդպես է որոշված եղել ի սկզբանե Աստծու կողմից, որ Տիրոջ գալստյան մասին ավելի շատ խոսելու են մարդկանց, որդիները և դուստրերը և ծերերը, երազներ ու տեսիլքներ են տեսնելու ու պատմելու են, հայտնելու են, որ Տերը գալու է, այդպես է որոշված եղել։ Եվ այն ամենաառաջատար, ամենամեծ հեղինակություն ունեցող, ամենամեծ լսարաններ ունեցող հովիվները աշխարհի, նրանցից շատ քչերն են խոսում, որ Տերը գալիս է շուտով, շատ քչերը։ Շատերին դուր չի գալիս, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է, որովհետև իրենք կապված են աշխարհին։ Ինչքան էլ որ իրենք գնում են եկեղեցի, հավատում են Աստծուն և այլն, նրանք չեն ճանաչում և չեն սիրում Աստծուն այնքան շատ, որ մոռանան աշխարհը։ Եվ այդպիսի քրիստոնյաները բարկանում են, ջղայնանում են, նեղվում են, նախընտրում են մեղադրել և ասել, որ ես ու իմ նմանները սուտ ենք, կեղծ ենք, որովհետև իրենք չեն ուզում ընդունել այն ճշմարտությունը, որ աշխարհը արդեն փոխվում է և Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Իրենք ուզում են դեռ վայելել իրենց աշխարհը։